Մի խոսքով գտնում ենք այն փողոցում, որտեղ իրականացնելու ենք թերի տեսակի ծառատեսակների փոխարինման աշխատանքներ այս տարի։ Նախ կուզեմ, քանի որ այսքան շատ ենք, եւս մեկ անգամ մի պատմական էքսկուրս անեմ։ Թերի տեսակի ծառատեսակները Երևան քաղաքում տնկվել են 40-ական, 50-ական թվականներին։ Այդ ժամանակ Երևանը արագ կանաչապատելու համար Երևան են ներկրվել արժեքավոր ծառատեսակներ, սոսիներ, կաղնիներ եւ այսպես շարունակ։ Բայց քանի որ տնկայունքի բավականին մեծ ծավալ է անհրաժեշտ եղել տնկելու, ուրեմն հավանաբար գումարը չի բավարարել այն ժամանակ եւ Իջևանի մոտերը Դիլիջան Իջևան արանքում ունեցել ենք մի թեղուտ այսպիսի կոչվող վայր, որտեղից առանց գումարի բազմաթիվ թեղիներ են բերվել Երևանում տնկվելու համար։ Ուրեմն տնկվել են ժամանակավոր լուծում տալու համար, մի 30-40 տարով Երևանը կանաչապատելու համար, այնուհետև դրանք փոխարինելու համար։ Այդպես նույնպիսի ծառեր են եղել նաև ակացիաները, որոնք իրենց վատ են զգացել Երևան քաղաքում եւ սովետական միության վերջին ժամանակահատվածում 80-ական թվականներին դրանք փոխարինվել են։ Ցավոք սրտի չեն հասցվել նաև թերի ծառատեսակները փոխարինվեն։ Այս մի ֆակտ նշենք, որ թերի ծառատեսակի քաղաքային պայմաններում կենսունակության տարիքը շուրջ 40-50 տարի է։ Հետևաբար այն ծառերը, որը մինչև հիմա կանգնած են Երևան քաղաքում, դրանք 70-80 տարեկան են։ Մարդը եթե 100 տարեկան է, ապրել է իր տարիքը, ինչպես ընդունված է, մենք ինչքան ուզում ենք նրան դեղ տանք։ Մենք չենք կարող նրան երիտասարդացնել կամ անմահացնել։ Բնության մեջ յուրաքանչյուր բան, ծառ, թուփ, մարդ, շուն, կատու, ինչ կուզեք, դրանք ունեն իրենց կյանքի տևողությունը։ Թեղիների մոտ իրենց կյանքի տևողությունը դեռևս վաղուց ավարտված է։ Հիմա կասեմ։ Թեղիների մոտ վաղուց ավարտված է։ Ինչ վիճակում են գտնվում թեղիները։ Այդ նեմատոդային ворթերը, որոնք ամբողջ իրենց բնամասում են, քայքայելով վերացնում են կոռելացիոն կապը, արմատ սաղարթ կոռելացիոն կապը եւ հետեւաբար սաղարթները վերանում են։ Այստեղ մենք չենք կարող ասել, որ սաղարթ ունենք։ Դուք խնդրեմ նկարեք ձեր ճաշակով, որ ծառն ուզում եք եւ կտեսնեք, որ այս հաստաբուն թեղի, որ ասում ենք, հաստաբուն ծառը եթե ծերացել է, հարգելի երևանցիներ, նա պետք է հաստաբուն լինի։ Մենք չենք ասում, որ փոխարինում ենք երիտասարդ ծառերը։ Տեսեք, այս հաստաբուն ծառերի պարագայում մենք ունենք ծաղկամանի մեծության ինչ որ սաղարթ այս ծառերի գլխին։ Մենք չենք կարող նման բան մեզ թույլ տալ։ Նախ առաջինը, Երևանի առանց այն էլ քիչ կանաչ տարածքները զբաղեցնել այս կամ այս երկաթյա սությունը, կամ այս թեղիները, դրանք լրիվ միևնույն բանն են։ Ավելին, այս թեղիներն ավելի վատ են, դա էկոլոգիական առումով։ Թեղիներն ավելի վատ են, որովհետև եթե երկաթյացությունը ոչ մի հիվանդություն չի տարածում, ապա այս չեղած ծառերը հանդիսանում են վնասատուների, այդ ժողովրդական լեզվով խոսեմ, այդ որդու բլոճների ձմեռման, բարգավաճման տեղեր, որոնք այնուհետև տեղափոխվում են ամբողջ քաղաքի կանաչ զանգվածի վրա։ Տեսեք, սխալ այստեղ թեղիներին չի կարող վերաբերվել։ Մի բան էլ, որոշ մարդիկ մանիպուլացնում են էդի ուրեմն գաղափարը։ Միայն թեղի տեսակի ծառատեսակն է, որ ինքը գլխից հատվում եւ իջացվում է։ Թեղի տեսակի ծառատեսակը զարգացած երկրներում նույնպես որպես այսպես առանձին տնկվող ծառ չի էլ համարվում։ Այն տնկվում են իրար շատ կողքի, ինչպես մեր մոտ բորջուրային թփերն են, խուզելու եւ պատնեշներ ստանալու համար։ Թեղի տեսակի ծառատեսակը շատ էժանագին, կարճ կյանքի տևողություն ունեցող եւ ինչպես պարզվեց Երևանին չդիմացող բազմաթիվ հիվանդություններ ունեցող ծառատեսակ է։ Հետևաբար այս խուզման համար նախատեսված ծառերը, որ սովետական ժամանակահատվածում տնկել են, նրանք շատ հեշտ ենթարկում են խուզումների, ձևավորումների։ Դրա համար հաշվի առնելով, որ նրանք շատ ծեր են, մենք դրանց կատարում ենք բավականին խորը էդ։ Մնացած որևիցե ծառատեսակի մոտ մեկ է բարդիները, որպեսզի չտապալվեն, նրանց կյանքի տևողությունն էլ է կար։ Ոչ հաչենիների մոտ,
ոչ կաղնիների մոտ, ոչ սոսիների մոտ, ոչ ակացիաների մոտ, ոչ մի ծառատեսակի մոտ դուք չեք տեսնի գլխից իջեցված ծառ։ Դրանք ենթարկվում են սանիտարական էտի նորմաներով։ Թեղիները եւ բարդիները, քանի որ սպառել են իրենց կենսունակության տարիքը, նրանք ծեր են, մենք նրանց սաղարթներ իջեցնում ենք նրա համար, որ այդ կոռելացիոն կապը, այս հեղուկը, որ բակտերիալ հոսքը ամբողջովին իջնում է, ներքև թափվում է, այդ ворթերը ամբողջ բունը կերել են, այնտեղ փտած է, որպեսզի ինչքանը որ հասցնում եք կարողանա քիչ բարձրության վրա սաղարթ ձևավորել, մինչև մենք նրան կփոխարինենք։ Հարգելիներս, բնության մեջ հավերժ ոչինչ չկա։ Տեսեք, մենք գտնվում ենք մի վայրում, որտեղ ես նույնիսկ չեմ էլ մոտենա եւ ծառերի վրա չեմ բացատրի, որտեղ ծառերի վիճակը այնքան կատաստրոֆիկ է, որ այստեղ ձեզ բացատրելու բան էլ չկա։ Դուք ինքներդ նկարեք այս վիճակը, այս փդացությունը, այս ворթու բլոճը, այս կներեք սաղարթ չեմ կարող ասեմ, այս պոզերը, որ կանգնած են այս ծառերի վրա, մենք ինչու պետք է այս կանաչ հատվածը զբաղացնենք ոչինչ չանով այս ծառով։